Էլ-Ռումի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Էլ-Ռումում եք։ Ես ամեն անգամ նշում եմ, որ Էլ-Ռումը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է։ Մենք երկու հիմնական խնդիր փորձում ենք լուծել՝ պրոֆեսիոնալ առումով տալ տեղեկատվություն, ուր պետք է դիմել, երբ այս ասպարեզում խնդիր ունեք, եւ երկրորդը մենք շատ հաճախ ավելի ենք կարեւորում մարդկային տեսակը ու իր տեսակով, իր պատմությամբ նաեւ մոտիվացնող լինելը։ Գիտեք, որ մենք հաճախ հնարավորություն ենք ունենում հետաքրքիր ու տարբերվող կանանց հետ զրուցել նաեւ օվկիանոսից այն կողմ։ Բանն այն է, որ յուրաքանչյուր կնոջ պատմություն մեր կյանքում ինչ-որ բան փոխում է, բայց միևնույն ժամանակ մասնագիտական առումով ամենակարևորի վրա, այսինքն այն տարիքային խմբի, երբ ձևավորվում է մարդը, մենք միշտ հատուկ ուշադրություն ենք դարձնում։ Ոճերը կարող են լինել տարբեր, սակայն մարդիկ կան, որ իրենց յուրաքանչյուր գործունեության մեջ եւ հատկապես երեխաների հետ կապված առաջնային ու կարևոր մի բան որպես հիմք են ընդունում։ Դա մեծ սերն է ու մեծ նվիրումը։ Այսօր մենք շատ հետաքրքիր, կարծում եմ, որ նաև ինչ-որ առումով եզակի հանդիպում ունենք, ինչու, որովհետև նախադպրոցական հիմնարկները, նախակրթարաններն իրականում բավական շատ են, մենք փորձում ենք անդրադառնալ տարբեր ոճերի մեջ, նաև առանձնացող կենտրոնների, սակայն կա դեպք, որ եւ ոճային առումով, եւ ուղղության, եւ մեթոդի, որով աշխատում են, եւ միևնույն ժամանակ ամեն մի փոքր բանի մեջ շատ սեր դնելու արվեստն է, շատ ներկա լինում է նախակրթարանի հիմքում կարծես դրված լինում։ Ու դու մեկ անգամ եւս հասկանում ես, որ աշխարհում ինչքան էլ շփոթվես, ինչքան էլ նոր մեթոդներ ու կրթության ժամանակակից ձևեր լինեն, միևնույնն է, առաջնայինը մնում է մարդը ու իր տեսակը։ Այս պահին ես ուզում եմ նաեւ ձեր անունից ողջունել իրականում շատ հետաքրքիր ու տարբերվող կնոջ Nina Sunshine Academy Child Care-ի հիմնադիր տնօրեն Սոֆի Թովմասյանին։ Սոֆի, ես շատ շնորհակալ եմ, ինձ իրականում շատ հաճելի էր այսպես հեռակա թեկուզ ձեզ հետ շփվել, ձեր էջից Nina Sunshine Academy Child Care-ը, որ դեռ շատ երկար պատմություն չունի, բայց շատ ակնհայտ երևում է, որ երկար մտածված ու յուրաքանչյուր դետալի մեջ շատ սեր դրված նախաձեռնություն է։ Ուրախ եմ, որ առիթ ունեցանք հանդիպել։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Ինձ համար մեծ հաճույք է լինելու այսօր ներկայացնելու իմ Nina Sunshine Academy Child Care-ը։ Սոֆի, դուք Հայաստանում եք ծնվել, բայց շատ փոքր տարիքից արդեն ապրել եք Ռուսաստանի Դաշնությունում, հետո նորից վերադարձել, այստեղ սովորել եք, նաև օտար լեզուների մասնագետ եք, անգլերեն ու ֆրանսերեն եք ուսումնասիրել, հետո նորից մեկնել Ռուսաստան, այսինքն այնպես է ստացվել, որ շատ հայկական ձեր տեսակը, բայց միշտ չի, որ հենց Հայաստանում եք ապրել։ Ոչ, Հայաստանում երևի իրար գումարած 7 տարի երևի։ Բայց այստեղ հասցրել եք օտար լեզուների մասնագետ, անգլերեն, ֆրանսերեն ուսումնասիրել, հետո արդեն Ռուսաստանի Դաշնությունում ուսումնասիրել եք բոլորովին ուրիշ ոլորտ, տնտեսագիտություն, հետո եւս մեկ համալսարան, կառավարում մասնագիտացման արդեն։ Այո, եւ ուսումնասիրել եմ հոգեբանություն նաեւ, արտ-թերապիա։ Ինչու սա սկսեց ձեզ հետաքրքրել, Սոֆի, հոգեբանությունը, արտ-թերապիան։ Դե որ արդեն գաղափարը կար մանկապարտեզի, որոշեցի, որ դա շատ ճիշտ կլինի երեխայի հոգեբանությունը ավելի լավ հասկանալու համար։ Նահանգներում եմ սովորել հոգեբանություն եւ արտ-թերապիա։ Այո, հոգեբանությունը եւ արտ-թերապիան սովորել եք նահանգներում։ 3 տարի է ըստ էության արդեն նահանգներում եք։ Այո։ Եվ ինչպես որոշեցիք, որ այս ոլորտ պիտի մուտք գործեք դուք։ Քանի որ ես շատ եմ սիրում երեխաների հետ զբաղվել, ընկերուս խորհրդով իր օգնությամբ, այո, բացեցինք մեր ակադեմին։ Այո, նաև հետաքրքիր է, որ այսինքն Child Care Academy Child Care-ը ինչի հետ է սա կապված։ Ընդհանուր անունը, հա, Nina Sunshine Academy, որովհետև հետագայում պլաններ կա, որպեսզի ավելի մեծ կենտրոն բացեն։ Դրա համար անունը հենց ակադեմի որոշեցինք։ Այո, այսինքն երեխաների հետ աշխատել, երեխաների հետ զբաղվել միշտ սիրել եք։ Այո, ինքս էլ երեխաներ ունեմ։ Այո։ Միշտ էլ սիրել եմ իրենց հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, խաղալ։
Այո, ձեր երեխաները, ձեր որդին 15 տարեկան է եւ աղջիկը 12 տարեկան, Աստված պահի։ Այո, արդեն մեծ են, շնորհակալ եմ բոլոր երեխաներին։ Այո, բայց այս ամբողջ տարիներին դուք հետաքրքիր բան նշեցիք, սիրել եմ իրենց հետ խաղալ։ Արտ-թերապիան, այո, հենց խաղերի միջոցով է։ Հա, ինքը շատ հետաքրքիր խաղերի միջոցով կարողանում ես զարգացնել ստեղծագործական հմտությունները երեխաների մեջ։ Եթե խոսենք Nina Sunshine Academy Child Care-ի մասին, այստեղ երեխաները դեռ նորաբաց է, սեպտեմբերի 13-ին է իր դռները բացել, բայց այստեղ ես հասկանում եմ, որ հոգեբանության վրա հատուկ շեշտ է դրված, այսինքն ինչպիսի ծրագրով եք աշխատում, ինչպիսի մարդիկ եք ուզում, որ դուրս գան, հա, այս հրաշալի կենտրոնից ձեր։ Գիտեք, մեզ համար ամեն ինչ սկսվում է սիրուց։ Մենք հավատում ենք, այսինքն ես հավատում եմ, որ երեխան սովորում է ավելի լավ, երբ իրեն սիրված եւ գնահատված է զգում։ Ամենաառաջնայինը պետք է սիրել երեխային, երեխան դա պետք է զգա։ Մեր մանկապարտեզում ես չեմ սահմանափակվում, հա, միայն մեկ կոնկրետ ծրագրով, ես տարբեր կրթական մոտեցումներ եմ ուսումնասիրել, ինչպիսին են օրինակ Մոնթեսորին, Ռեջո Էմիլիան եւ նախադպրոցական կրթության ուրիշ խաղային մեթոդներ, յուրաքանչյուր ծրագրից վերցրել եմ ինձ համար լավագույնը, այնինչ համահունչ է մեր երեխաների կարիքներին եւ մեր միջավայրին։ Մեր հիմնական նպատակը երեխային սովորեցնել ոչ թե մեկ համակարգի շրջանակներում, այլ տալ նրան զարգացում ըստ իր անհատական տեմպի, հետաքրքրությունների եւ հնարավորությունների։ Այլ կերպ ասած, մենք ստեղծել ենք մեր սեփական համակցված մոտեցումը, որը ներառում է խաղի միջոցով ուսուցում, ստեղծագործական զարգացման մեթոդներ, ինքնուրույնության խրախուսում, սոցիալական հմտությունների զարգացում եւ հուզական ինտելեկտի ձևավորում։ Հուզական ինտելեկտի ձևավորումը մեր ժամանակի երևի բոլոր տարիքային խմբերի համար ամենամեծ ու կարևոր խնդիրն է։ Որպես մասնագետ, մարդ, ով հոգեբանություն ու արտ-թերապիան այսպես խորությամբ ուսումնասիրել է, Սոֆի, ինչքանով է կարևոր երեխաների, հա, այս տարիքային խմբի համար հենց շեշտը սրա վրա դնելը։ Արտ-թերապիայի միջոցով երեխան կարողանում է իր զգացմունքները ճիշտ արտահայտել։ Օգնում է, երբ երեխան ինչ-որ վախեր ունի, վախենում է ինչ-որ մի բանից։ Մենք խաղերի միջոցով, հեքիաթների միջոցով երեխայի մեջից հանում ենք դա։ Չեմ ասում մեկ օրվա, երկու օրվա, բասիր խոսք չի, ժամանակի ընթացքում։ Երեխան քիչ-քիչ հասկանում է, որ դա ընդամենը ինչ-որ էմոցիա է, որը կարելի է կառավարել։ Այո, էմոցիայի, որը կարելի է կառավարել։ Սոֆի, ամենաբարդ բանն է կընտրել։ Էմոցիաները նույնիսկ մեծերը չեն կարողանում կառավարել շատ հաճախ։ Ինձ համար ինձ շատ հոգեհարազատ է։ Այո։ Ես ուզում եմ դուք 1-2 բառով մասնագետ որպես նաև այս մասին խոսեք։ Ինչքանով է կարևոր այս տարիքից, հա, նախադպրոցական տարիքից փաստորեն սովորել կառավարել էմոցիաները։ Իրականում շատ կարևոր է, որովհետև այդ վախերի հետ մենք մեծանում ենք, ճիշտ է։ Այո։ Դա էմոցիա է, որը մնում է մեզ հետ միշտ, բայց վախերը, նաև երեխան լինում է, որ ինքը հիպերակտիվ է, բոլորը ասում են, օ, երեխան չար է, չի հասկանում, բայց ընդամենը սիրո եւ ուշադրության կարիք ունի։ Երբ երեխան զգում է այդ սերը, երբ երեխան զգում է, որ նրան լսում են, նրան գնահատում են, երեխան փոխվում է։ Այսինքն երեխայի մեջի եսը արդեն փոխվում է։ Երեխան դառնում է ավելի ինքնավստահ
Դա ապացուցված բան է, այո։ 0-ից 12 տարեկան երեխաներ կարող են գալ Nina's Sunshine Academy Childcare, սիրելի հետևորդներ, դուք հեռախոսահամարը հասցեն տեսնում եք, այս տարիքային խմբի երեխաները դեռ նորաբաց է, որ տարիքային խումբն է հիմնականում այս պահին ձեզ մոտ, Սոֆի։ Ունեմ 4 տարեկան երեխա, 3 տարեկան եւ 5։ Մենք շատ հետաքրքիր ժամանակ ենք անցկացնում մեր երեխաների հետ։ Ահա։ Նաև ժամի առումով, փաստորեն բավական ժամանակը մեծ է, երկար ժամանակով կարող են թողնել, հա, childcare-ում։ Այո, առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 9։ Դե իհարկե ոչ բոլորն են մինչև 9 թողնում։ Այո։ Հիմնականում 5-ին 5:30 ծնողները վերցնում են։ Երբ որ աշխատանքը վերջացնում են, վերցնում են իրենց երեխաներին, այո։ Բայց ով որ հնարավորություն չունի, իհարկե կարող է մինչև ժամը 9 թողնել։ Այո, եւ այստեղ նաեւ ես գիտեմ, որ սննդակարգն էլ շատ հետաքրքիր է, այսինքն ինչպես է կազմակերպում սննդակարգը եւ այն եզակի նախակրթարաններից է Nina's Sunshine Academy-ն, որտեղ որ 5 անգամյա սնունդ է տրվում, այսինքն ինչպես տանը ընթացքում նաեւ ինչ որ բան համտեսելու հնարավորությամբ։ Այո, երեխաներին ապահովում ենք օրական 5 անգամյա հավասարակշռված եւ առողջ սննդով, ներառյալ նախաճաշ, խորտիկներ, լիարժեք ճաշ եւ թեթև ընթրիք։ Թեթև ընթրիք, որովհետեւ ծնողները սիրում են, երբ որ երեխան գալիս է տուն եւ իրենց ձեռքով պատրաստած ուտեստ են ուտում։ Քանի որ ինքս էլ մայր եմ, այո, երեխաներին էլ սիրում եւ ընդունում եմ այնպես, կարծես թե իմ երեխաները լինեն։ Այո։ Եվ երեխաներն էլ ձեզ հետ են այդպես կապվում, փաստորեն։ Այո։ Շատ լավ։ Ինչի վրա է դրված շեշտը, հա, հրաշալի է կենտրոնում Nina's Sunshine Academy։ Դուք նշում եք, որ էմոցիաները կառավարել եւ այլն, բայց նախնական զրույցի ժամանակ շատ հետաքրքիր բան նշեցիք, որ շատ կարևոր է, որ երեխան ինքը իրեն սիրի եւ անհատականությունը, հա, ձևավորի իր անհատականությունը։ Կարող ենք ասել, որ յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է, մենք կազմակերպում ենք անհատական զարգացնող մոտեցում յուրաքանչյուր երեխայի նկատմամբ ըստ իր հետաքրքրությունների տեմպի եւ կարիքների։ Ինչ է նշանակում հետաքրքրությունների տեմպ։ Դուք նոր մի անգամ էլ օգտագործեցիք այս արտահայտությունը, այ ինչ է սա նշանակում։ Երեխա կա, որ ավելի շատ սիրում է նկարել։ Երեխա ունենք, որ ավելի շատ սիրում է երգել։ Մենք այսինքն այնպես եմ կազմակերպում, որ երեխայի պահանջներ չասեմ, բայց հետաքրքրությունները իհարկե հաշվի առնում եմ։ Այո, այսինքն կարևոր է, որ այստեղ մենք հաշվի նստենք իրենց հետաքրքրությունների հետ, իրենց հաճելի զբաղմունքների հետ, հա։ Այո, չէ՞ որ մենք ուզում ենք մեծացնել ինքնուրույն երեխա։ Մենք երեխային սովորեցնում ենք ինքնուրույն լինել։ Պետք է երեխայի կարծիքն էլ հաշվի առնել։ Երեխան պետք է զգա, որ դու իրեն լսում ես։ Այդպիսի մանրուքներից, բայց ձևավորվում է ինքնավստահ մարդ։ Համբերություն է պետք ուսումնասիրելու համար յուրաքանչյուր երեխային, Սոֆի։ Այո, իհարկե համբերություն եւ սեր։ Եթե կա սեր, կա նաեւ համբերություն։ Ահա։ Շատ լավ բանաձևային այսպես ճշմարտություններ են, այո, եթե կա սեր, կա նաեւ համբերություն։ Ինչ վերաբերում է ուսուցողական, հա, այդ հատվածին, ես գիտեմ, որ շեշտը դրվում է հայերենի վրա։ Այո, մենք սովորաբար խոսում ենք 3 լեզվով։ Մի երեխաս ինքը Կազախստանից են, ռուսերեն են խոսում, մանկապարտեզում, բայց ծնողը դեմ չի, որ ինքը հայերեն էլ սովորի։
Հիմնականում միքս ենք անում, բայց իհարկե մենք նշելու ենք բոլոր հայկական տոները, Այո։ որպեսզի երեխաները իհարկե պետք է սովորեն հայերենը։ Ահա։ Առաջնայինը հայերենը, հետո նոր անգլերենը եւ ռուսերենը։ Ռուսերենը։ Պաստորեն, այստեղ արդեն կնախապատրաստեք դպրոցին, հա, դպրոցի համար նաև այդ ծրագիրը կա, ինչպես պատրաստել դպրոցին, այս բոլոր տարիքային խմբերի համար առանձին մշակված է եւ նաեւ դուք շեշտը դնում եք յուրաքանչյուր երեխայի անհատականության վրա։ Ինչպես է հնարավոր այս ամեն ինչը այսպես ինչպես ասում են դասացուցակային վիճակի բերել։ Ես ունեմ շատ լավ մասնագետներ, որոնք օգնում են։ Ահա։ Եվ ամեն ինչը շատ իրականում այդքան էլ բարդ չի։ Այո։ Ինչպես է գտել այ մասնագետների, որոնք մտածեն այնպես ինչպես դուք։ Օգտակարը ուսուցչուհի է մասնագիտության, երկրորդը հոգեբան է նաև։ Ահա։ Չգիտեմ, մենք ուղղակի գտել ենք երևի թե իրար։ Այո, գտել ենք իրար։ Ես նաև գիտեմ, որ դուք նույնիսկ արդեն Երևան Հայաստանից տարազներ ունեք ֆոտոսեսիաների համար։ Հայկական տոների հետ ինչ կապված է, արդեն մենք նախորոք ունենք, բոլորը ձեռք ենք բերել հենց Հայաստանից, մեզ ուղարկել են, ամեն մի մանրուք հաշվի առել ենք։ Այո։ Պաստորեն, օրվա մեծ մասը խաղերով, արտ-թերապիան անընդհատ խաղերի ընթացքում է նաև, այսինքն կիրառվում։ Գիտեք, արտ-թերապիան ինքը օգտակար է առհասարակ բոլոր երեխաներին, բայց հատկապես այն երեխաներին, ովքեր ինչ-որ հուզական լարվածություններ ունեն, վախեր, ուշադրության դժվարություններ կամ վարքային խնդիրներ, հա, ոնց որ ասեցի, հիպերակտիվ են լինում, որ խոսքի դժվարություններ ունի, ցածր ինքնագնահատական ունի, հա, ինչ-որ տրավմատիկ փորձություններ Ինչ է տալիս, հա, մեզ արտ-թերապիան, տալիս է հանգստություն, ինքնավստահություն, հետաքրքրություն եւ մոտիվացիա։ Այսինքն երեխա ծնող կապը ավելի է ամրապնդվում։ Հա, նաև երեխա ծնող կապին է օգնում։ Սոֆի, ինչքանով է կարևոր ծնողի հետ աշխատանքը եւ ծնող մանկապարտեզ, ասեմ այսպես, այս համագործակցությունը երեխայի ճիշտ ձևավորման համար։ Այո, իհարկե շատ կարևոր է ծնողի դերը այս ընթացքում, նամանավանդ երբ որ երեխային նոր են բերում մանկապարտեզ, չէ որ դա երեխայի համար սթրես է։ Ահա։ Պետք է օտարի մոտ մնա, երկար մնա, դա իհարկե քիչ-քիչ, ես միանգամից չեմ համաձայնվում, հա, որ ընդունեն, սկզբից մի 2 ժամով, 4 ժամով քիչ-քիչ ավելացնում ենք, մինչև երեխան ընտելանա, ինձել, նոր միջավայրիներ, մյուս երեխաներին, դրանում պետք է օգնի նաև ծնողը, այսինքն երեխային վերցնում է մանկապարտեզից, թեկուզ չգիտեմ, մի կոնֆետ կամ մի տա երեխային, երեխան զգա այդ ջերմությունը, շատ ասի ծնողը, որ շատ եմ սիրում քեզ, որովհետև չէ որ դա վախ է երեխայի համար, ստրես է, երեխան վախենում է, որ ծնողը չի գա իր ետևից։ Այո, այո։ Շատ կարևոր է, այո, ծնողը շատ պետք է ասի երեխային, որ ես սիրում եմ քեզ, նույնն էլ հայրը, ընտանիքի բոլոր անդամները, որ երեխան քիչ-քիչ սովորի մանկապարտեզ գնալու նաև։ Դա մի օրվա աշխատանք չի։ Դա բավական իսկապես երկար աշխատանք է եւ հետաքրքիր է, որ դուք այս մանր բոլոր դետալների վրա, դետալները ըստ էության մշակած են։ Դեռ նորաբաց է, ժամանակի ընթացքում չի, բայց այս ամեն ինչը դուք մշակված ունեք։ Շատ այսպես պրոֆեսիոնալ եք մոտենում նաեւ Սոֆի ձեր մասնագիտության այս աշխատանքին։ Այո, շնորհակալ եմ։
Ես ուզում եմ ձեր բալիկները փաստորեն արդեն 15 եւ 12 տարեկան են, բավական մեծ են, ներգրավված են իրենք եւ ինչպես են վերաբերում, հա, որպես կանոն ընտանեկան, այսպես child care-ը կարծես ընտանիքի բոլոր անդամներն ինչ որ առումով մասնակցում են։ Այո, երեխաներս ցավոք սրտի քիչ են տանը լինում, երբ մանկապարտեզը աշխատում է, տղաս high school-ում է, աղջիկս middle school-ում է, մինչև գալիս են տուն արդեն հոգտած են լինում եւ չեն էլ հասցնում։ Այո, չեն հասցնում։ Շատ լավ, Սոֆի, ինչպես դուք են եզակի մարդկանցից եք, որը նշեցիք, ով նշեց, որ Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո դժվարություններ չենք ունեցել, որովհետև շատ լավ ընկերներ ենք ունեցել։ Այո, ես հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք դժվարություն ընդհանրապես չենք տեսել։ Մեզ օգնել են մինչև առ այսօր էլ մեր կողքը կանգնած են, դա ինձ թվում է շատ մեծ բան է։ Որն է էներգիա ստանալու ձեր աղբյուրը։ Ես էներգիան հենց երեխաներից էլ ստանում եմ։ Մնացած sense ճիշտ պետք է ճիշտ դասավորես օրդ, որ ամեն ինչ էլ հասցնես, իհարկե։ Այո, ուտեստները բոլորը ես եմ պատրաստում։ Այո, դասերը մենք ենք անում միասին։ Ասում են կանացի ինչ որ բաներ կան, որոնք մարդուն կարող է ֆիզիկապես հոգնեն, բայց այսպես կարծես լիարժեք են դարձնում, ինչ որ այդպիսի հոգսեր, չգիտեմ, իրենով զբաղվելը, թեկուզ խոհանոցում ժամանակ անցկացնելը, համաձայն եք, որ դրանք փոքր են, կարևոր բաներն են, որոնք մեզ ավելի կայուն են պահում հոգեբանորեն։ Այո, դա հենց հայ կնոջ մասին է։ Դուք գիտեք, որ Հայաստանում մոտիվացիայի պակաս ամեն դեպքում կա։ Ինչ խորհուրդ կտաք կանանց, ովքեր դժվարանում են հասկանալ ինչից է պետք սկսել, ինչպես նպատակները սահմանել ու գնալ, քայլ անել։ Ինչ խորհուրդ կտամ, սիրեք ձեզ։ Ուղղակի հետևեք ձեր սրտին։ Հետևեք ձեր զգացմունքներին։ Կարդացեք։ Այո։ Չէ՞ որ ինքնակրթությունն էլ շատ կարևոր է։ Միայն համալսարանի գիտելիքներ չեն։ Նաև շատ կարևոր է, որ ընտանիքի անդամները, հա, քեզ հավատան, հա, քո ուժերին, չխանգարեն։ Այո։ Թողնեն, որ դու ձևավորվես։ Իսկապես շատ կարևոր է, որպեսզի հավատան, որովհետև այդ թևերը, ինչպես ասում են, եթե նույնիսկ չունեք, թույլ տվեք, որպեսզի աճեն։ Այստեղ արդեն ընտանիքի անդամները դեր ունեն։ Այո, իհարկե։ Այո, շնորհակալ եմ շատ։ Սոֆի, եւ անվանումը Նինաս մենք նշեցինք ինչի ակադեմի, որովհետեւ ծրագիր կա հետո արդեն ավելի մեծ կենտրոն, բայց նաեւ անունը Նինա's Sunshine Academy Child Care, ես գիտեմ, որ ձեր երջանկահիշատակ մայրիկի անունով է։ Այո, իմ Nina's Sunshine Academy Child Care-ը կրում է մայրիկիս անունը, որպես նրա լույսի շարունակություն։ Այո, լույսի շարունակություն, ձեր մայրը նաև մասնագիտությամբ բժիշկ ֆիզիոթերապևտ է եղել, այսինքն ինչ որ առումով անելանելի վիճակները շտկելու, դժվարությամբ, բայց հաղթանակների հասնելու, համբերությամբ, երևի այս ամեն ինչը նաև ինչ-որ գեներով ձեր մայրիկից է եկել, հա, Սոֆի, կարելի ասել, որ ձեր մեջ այս գծերը մայրիկից են գալիս։ Այո, կարելի է եւ այդպես ասել։ Մայրս էլ շատ էր սիրում երեխաների հետ զբաղվել։ Շնորհակալ եմ շատ։ Սոֆի, ասում են միշտ ամենակարևորն այն է, երբ կարողանում ես իսկապես այն ասպարեզը գտնել, որտեղ դու շատ մարդկանց կարող ես երջանիկ դարձնել։ Դուք այն ասպարեզում եք, որտեղ ոչ միայն երեխաներին կարողանում եք երջանիկ դարձնել այդ ժամերի ընթացքում, երբ որ իրենք ձեր իսկապես հրաշք այս պարտեզում են Nina's Sunshine Academy Child Care-ում,
այլև դուք կարողանում եք իրենց տալ բանալին, ինչպես անել, որպեսզի կյանքի ընթացքում դժվարությունների առաջ ոտքերի վրա ամուր կանգնել ու ինքնուրույն որոշումներով կարողանալ քայլ անել։ Սա դժվար է այսպես հիմա պատկերացնել, բայց հետո այս բոլոր երեխաներն իրենց կյանքում շատ հիշելու են այն ժամանակահատվածը, երբ որ այս հմտություններն իրենց մեջ ձևավորվեցին։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, ինձ համար շատ հաճելի էր, ես ուզում եմ, որպեսզի շատ երեխաներ թող տարբեր ազգերի, բայց հայ երեխաներ հնարավորություն ունենան ձեր նախակրթարանը հաճախելու, որովհետև դժվար են ժամանակները եւ այստեղ կարեւոր են շատ ավելի վստահ ու ամուր, հոգեբանորեն ամուր մարդիկ։ Իսկ դուք կարողանում եք հենց այսպիսի մարդկանց ձևավորել։ Շատ հաճելի էր ինձ, շնորհակալ եմ։ Ինձ էլ էր շատ հաճելի, Լիլիթ ջան, շատ շնորհակալ եմ հնարավորություն տալու պատմել մեր առաքելության եւ աշխատանքների մասին։ Այո, իսկապես առաքելություն է, շատ լավ ձևակերպում, առաքելություն է, աշխատանքից առաջ երևի։ Սիրելի հետևորդներ, հետաքրքիր, շատ զուսպ, տարբերվող կնոջ հետ էինք զրուցում։ Միշտ կարևոր է, երբ որ մարդը կարողանում է իր տեսակին համահունչ եւ նաեւ պրոֆեսիոնալ առումով իր մասնագիտությունն ու տեսակը այսքան ներդաշնակ են եւ դրանք ուղղված են կոնկրետ իր աշխատանքային առումով իսկապես հաղթանակներ գրանցելուն։ Երբ այս հաղթանակները վերաբերում են երեխայի ապագային, այստեղ շատ ճիշտ նաեւ ուղղեց, շատ ճիշտ լրացրեց Սոֆին, սա առաքելություն է, ոչ թե աշխատանք։ Այո, այս ասպարեզում կարողանալ երեխային այնպես կրթել, որպեսզի հետո ինքը դժվարություններին չվախենա դեմքով կանգնել, սա դժվար մի բան է։ Դրա պտուղները, արդյունքները շատ արագ, մի քանի օրում ու ամսում չեն լինում, շատ տեսանելի չեն, բայց տարիներն անցնում են, երեխաները մեծանում են եւ դու հասկանում ես, որ ինչ-որ ժամանակ շատ ճիշտ որոշում ես կայացրել։ Ես միշտ նշում եմ, որ մենք փորձում ենք այնպես անել, որպեսզի զրուցենք մարդկանց հետ, ովքեր կարող են ձեր խնդիրը լուծել, երբ այս ասպարեզում խնդիր ունեք եւ իրենք լինեն իրենց տեսակով մոտիվացնող։ Հասցեն հեռախոսահամարը դուք տեսնում եք Nina's Sunshine Academy Child Care-ը մի քանի ամիս է սեպտեմբերից իր դռներն է բացել, արդեն այստեղ դուք հանգիստ կարող եք լինել, եթե այս տարիքի երեխաներ ունեք եւ այդ հատվածում եք գտնվում օվկիանոսից այն կողմ, իրականում մենք ձեզ խորհուրդ ենք տալիս ուղղակի մեկ անգամ այցելել։ Դուք կարող եք հանգիստ լինել, որ ամենակարևոր խնդիրը լուծել եք, դուք ուղեկցել եք, ուղղորդել եք ձեր երեխաներին մի տեղ, որտեղ կզբաղվեն ոչ թե խնամքով միայն, այլ կզբաղվեն նաև հոգեբանական ու էմոցիոնալ իր կայուն վիճակով։ Իսկ սրա պտուղները տարիներ, տասնամյակներ հետո նաև տեսանելի կլինեն։ Այսպիսի հրաշալի ու պրոֆեսիոնալ կնոջ հետ էինք այսօր զրուցում Nina's Sunshine Academy Child Care-ի հիմնադիր տնօրեն Սոֆի Թովմասյանի։ Մի քանի մասնագիտություններ, որոնց մեջ իրականում հոգեբանությունն ու արտ-թերապիայի նեղ մասնագիտացումը հնարավորություն է տվել հիմնել այս հրաշալի նախակրթարանը եւ միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս այսօր էլ շատ շատերին, շատ երեխաների իրականում ուղղակի կարողանալ պատրաստ լինել կյանքին։ Սիրելի հետևորդներ, այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ եւ մեկ անգամ եւս նշենք ու հիշենք, որ շատ կարևոր է իրականում հենց այս ժամանակահատվածը նախադպրոցական երեխաների համար, որովհետև հենց այս ժամանակ է ի վերջո ձևավորվում մարդը։ Մենք բոլոր ժամանակներում փորձում ենք երջանիկ լինել, բայց պետք է հասկանալ, որ երեխաների համար ամեն ինչ անելուց առաջ շատ ավելի կարևոր է երևի բուհից էլ առաջ, այս մասին ես միշտ նշում եմ, իսկապես մտածել, թե նախադպրոցական տարիքը երեխայի ում ենք վստահում։ Ես օրինակ խորհուրդ եմ տալիս վստահել մարդկանց, ովքեր էմոցիոնալ առումով շատ կայուն են, ովքեր կարողանում են իրենց մեջ եղած սերը նաև տարածել իրենց շուրջը։ Ես ուզում եմ, որպեսզի կյանքում, մեր կյանքում այսպիսի մարդիկ շատ լինեն։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։